Հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում շարունակում է իր աշխատանքը, ես Գառին Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Ռուբեն Ռուբինյանը չի լինելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը, ինչ է հայտարարել ազգային ժողովի նախագահի թեկնածուն։ Արթուր Խաչատրյանն ու Ժաննա Անդրեասյանը վիճել են ազգային ժողովում, ինչ հարցի շուրջ համաձայնության չեն եկել ընդդիմադիր պատգամավորն ու նախարարը։ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան, ինչ օրակարգով է գնում Եկատերինբուրգ։ Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումները շարունակվում են, փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել։ Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել, որն է պատճառը։ Քաղաքացիական պայմանագրի ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հանդես է եկել ճեպազրույցով։ Նա հայտարարել է, որ ազգային ժողովի նախագահ ընտրվելու դեպքում չի լինելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։ Ռուբինյանի խոսքով ինքը Թուրքիայում համալսարան չի գնացել, Թուրքիայում ոչինչ չի սովորել եւ թուրքական դիպլոմ չունի։ Նա այնտեղ է եղել 2016-ից 2017 թվականներին 5 ամսով Ստամբուլում գիտական հետազոտական ծրագիր է արել։ Կա հիմնադրամ Հրանտ Դիմքի անվան, որը ղեկավարում է Հրանտ Դիմքի դուստրը, որը կրկին հայ։ Եվ այդ Հրանտ Դիմքի հիմնադրամը ուներ ծրագիր հայերենով, եթե չեմ սխալվում, այդ ծրագրի անվանումն էր ոնց որ սահմանից անդին, որը հնարավորություն էր տալիս հայաստանցիների եւ Թուրքիայի քաղաքացիների համապատասխանաբար Թուրքիայում եւ Հայաստանում ինչ որ fellowship անել, տենց էր անունը, հայերենով fellowship չգիտեմ ոնց կլինի։ Այսինքն, այնտեղ կային օրինակ լրագրողներ, կային հայաստանցի լրագրողներ, որոնք թուրքական լրատվամիջոցում CNN-ում օրինակ, գիտեք, թուրքական, ինչ որ մի քանի ամիս այնտեղ աշխատում էին։ Կային օրինակ Թուրքիայի ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում, օրինակ Սլավոնական համալսարանում, կամ Սերժ Սարգսյանը այն ժամանակ հոգաբարձությունների խորհրդի նախագահն էր ԵՊՀ-ում մի քանի ամիս էլի ինչ-որ հետազոտություն էին հասկացնում։ Ռուբինյանն անդրադարձել է նաև ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությանը, նրա խոսքով նպատակն է ապահովագրվել այն վիճակից, երբ օրինակ արտերկրում մասսայական ընտրակաշարք կբաժանեն եւ կփորձեն ապօրինի ազդել Հայաստանում տեղի ունեցող ընտրության վրա։ Խնդիրը չափը չի է, կարող է եղել ազգալի, կարող է չի եղել, թվերը կարելի է նայել, բայց այդ հնարավորությունը կա, չէ՞, մենք լսել ենք, չէ՞, ազանգերը, որ օրինակ արտերկրում ընտրակաշարք են տալիս, եւ ակնհայտ է, որ երբ որ տալիս են ընտրակաշարքը արտերկրում, մեր իրավապահ մարմինների համար շատ ավելի դժվար է դա բացահայտել եւ չեզոքացնել, քան երբ որ դա տեղի է ունենում արտերկրում։ Այդ չեմ ասում, կան նաեւ եղել են նաեւ հաղորդումներ արտերկրում ազդեցության ճնշման մասին, որը էլի դժվար է մեր իրավապահ մարմիններին դա անել արտերկրում։ Իսկ ազգային ժողովի դահլիճում հնչել են հրաժեշտի խոսքեր։ Ալեն Սիմոնյանը հրաժեշտ է տվել պատգամավորներին։ Նա ասել է, որ այն ճամփորդությունները, այն իրադարձությունները, այն բանակցությունները, այն միջազգային հանդիպումները, որոնք իրականացրել են միասին, իրոք պատմական են։ Եվ պարոն Ռուբինյանին, իմ ընկերոջը հաջողություն եմ մաղթում, թող ինքը լինի երկրորդ ազգային ժողովի նախագահ, որ ստաբիլ 5 տարի կունենա ազգային ժողովում, եւ եթե ինչ-որ աշխատանքիս ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն։ Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ ու ինչքան կարևոր եք բոլորիդ իմ համար։ Հրաժեշտներից ու շնորհակալություններից բացի ազգային ժողովում քննարկել եւ ընդունել են օրինագծեր։ Հայաստանում ընտրակաշարք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվել են։ Փոփոխություններով ընտրակաշարք ստանալու համար սահմանված 1-ից 3 տարվա ազատազրկումը դարձել է 2-ից 5 տարի։ Կաշարք տալու համար պատիժը սահմանված 3-ից 6 տարուց խստացավ մինչև 4-ից 8 տարի։ Նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար 3-ից 6 տարի ազատազրկումը դարձել է 4-ից 8 տարի։ Ընտրակաշարք ստանալու կամ տալու համար միջնորդելու համար դատապարտված անձանց ցմահ արգելվում է պետական եւ համայնքային պաշտոններ զբաղեցնել։ Օրենսդրական փոփոխությունների հեղինակներն են ԿՊ-ական պատգամավորները եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ազգային ժողովը սահմանափակել է Հայաստանից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը։ Օրենսդրական փոփոխություններով Ազգային ժողովի ընտրության եւ հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն ունեն միայն այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվել են երկրում 730 օրից 366 օրվա ընթացքում ընտրություններից 48 օր առաջ կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ։ Այսինքն վերջին 2 տարվա ընթացքում երկրում պետք է ապրեն ավելի քան 1 տարի։ Պատգամավորները երթման նոր տեքստ ունեն։ Երթման նոր տեքստում համազգային նպատակների եւ հայրենիքի հզորացման մասին ձևակերպումները կփոխվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման բառերով։ Երթման տեքստում ավելացել է պատգամավորը պարտավորվում է բոլոր ուժերը ներդնել ոչ միայն պետականության ամրապնդման եւ հասարակական համերաշխության պահպանման, այլև քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար։ Երթումը կավարտվի փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը նախադասությամբ։ Նշեմ, որ վերոնշյալ նախադասությամբ է իր գրեթե բոլոր ելույթներն ավարտում Նիկոլ Փաշինյանը։ Սակայն ազգային ժողովում լարված վիճակ է եղել։ Արթուր Խաչատրյանն ու Ժաննա Անդրեասյանը վիճել են։ Հայաստան խմբակցության պատգամավորը հարցրել է, թե որպես մշակույթի նախարար Անդրեասյանն ինչ է անում Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման համար։ Հարցը վիրավորել է Ժաննա Անդրեասյանին։ Որպես մշակույթի նախարար, ինչ եք անում Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության կոթողները պահպանելու ուղղությամբ։ Չկարողացաք կամ վախեցաք։ Իսկ որ ասում եք ինձնից լավ գիտեք, կարծեմ ընդունում եք, որ դուք այս պաշտոնի համար պիտանի չեք, որովհետև այս բնագավառում հուշարձանների պահպանության իմ գիտելիքները միջին վիճակագրական հաստանցու մակարդակի են։ Հիմա ինչ ընդունում եք, որ ձերն ավելի ցածր են։ Պարոն Խաչատրյան, գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք եւ խորհուրդ եմ տալիս հիշել, որ դուք պատգամավոր եք եւ խոսում եք ազգային ժողովի ամբիոնից։ Խնդրում եմ նաեւ հիշեք, որ դուք Հայաստանի Հանրապետության պատգամավոր եք։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ունի միջազգայինորեն ճանաչված սահմաններ եւ Հայաստանի Հանրապետության լիազոր պետական մարմինները պետք է անեն ամեն ինչ իրենց տիրույթում գտնվող Հայաստանի Հանրապետության նշված ոլորտի հարցերը լուծելու համար։ Իսկ Փաշինյանն Իրանում է, մասնակցում է Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանը։ Փաշինյանը հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Հուլիսի 6-ից 9-ն էլ Փաշինյանը կայցելի է Եկատերինբուրգ մասնակցելու Իննոպրոմ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։ Նախատեսվում է, որ հուլիսի 7-ին Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ միասին կմեկնի Ուրալի մայրաքաղաք ելույթ ունենալու գլխավոր ռազմավարական նիստում։ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները խուզարկել են քաղաքագետ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։ Քաղաքագետը քննչական բաժնում է, նրա հարցաքննությունն ավարտվել է, նա վկայի կարգավիճակ ունի։ Իսկ դատարաններում կայացրել են կալանավորման որոշումներ։ Դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգվել է։ Պաշտպանները միջնորդել էին փոխել Արմեն Աշոտյանի խափանման միջոցը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Արմեն Աշոտյանին ձերբակալել են հունիսի 5-ին, ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մոտ 200 միլիոն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնայական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման վարույթով 7 անձի վերաբերյալ կայացվել ձերբակալման որոշում։ Չթաքցնեմ, հաշվի առնելով այն, որ գործը համարում ենք հիմնազուրկ, բացարձակ հիմնազուրկ, հույս ունենք, որ այստեղ մենք կստանայինք իսկապես դատական երաշխիքներ, բայց ոնց որ թե մեր հույսը իրականություն չդարձավ։ Ամեն դեպքում կբողոքարկենք եւ մեկ ամսյա կալանքը վերաքննիչ դատարանում դժվար է, հաճախ չի լինում, որ հասցնում է վերաքննիչ դատարանը դատական ակտ ունենալ, միայն այն դեպքում, երբ շատ արագ է լինում բողոքարկում, ինչպես նախորդ դեպքում, այնպես էլ այս դեպքում հնարավորինս արագ բողոքարկում իրականացնել։
Փաստաբանական խումբն իր մտահոգություններն է հայտնել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական նպատակներով հետապնդումների մասին, որոնք նոր թափ են ստացել ազգային ժողովի հերթական ընտրությունից ընդամենը 2 օր առաջ եւ շարունակվում են առ այսօր։ Թիմը հայտարարություն է տարածել։ Վստահ ենք, որ բոլորին էլ ակնհայտ է, թե ինչու չհանցագործությունը հանկարծ վերածվեց հանցագործության։ Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից քրեական գործերի քողի տակ իրականացվող քաղաքական հետապնդումների դեմ իրավական գործիքակազմով պայքարը շարունակվելու է ոչ միայն Հայաստանի Հանրապետության դատարաններում, այլև միջազգային ատյաններում։ Իսկ ապօրինությունների եւ քաղաքական հետապնդման ապացույցներն առավել քան շատ են ու ակնհայտ։ Այս գործողությունների ընթացքում Փաշինյանը հանդես է եկել ճեպազրույցով, խոսել է իրավապահ համակարգի գործողությունների մասին, հայտարարել է, որ ժողովուրդն իրեն ուղիղ հրահանգ է տվել, ինքն էլ դա փոխանցում է պետական ինստիտուտներին։ Չի կարող լինի օլիգարխիական դատական համակարգ Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն օր ես դրա դեմ պայքարելու եմ, ամեն օր բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով։ Մի ով ոնց ուզում է գնահատի ասել եմ Ռոբերտ Քոչարյան պետք է նստի։ Ինչ եմ ասում, որովհետև ժողովուրդն էլ ինձ ասել, մի հատ էլ մանդատ էլ տվել է։ Շնորհակալություն։ Ինչ եք ուզում, չեմ հասկանում։ Պարոն վարչապետ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն առավոտ այստեղ Ռոբերտ Քոչարյանը չէ, էլի Սերժ Սարգսյանը, որը հետո ասում եմ, այս մեկի անունը չտվի, Сядут все։ Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն որոշել է հրաժարականի դիմում ներկայացնել։ Նրա խոսքով գիտակցում է, որ չի կարողանել իր պարտականությունները եւ սկզբունքներին ու համոզմունքներին համապատասխան որոշում է հեռանալ։ Գրառման մեջ Մունտյանուն շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ ընդգծել, որ շարունակելու է ծառայել Մոլդովային անկախ զբաղեցրած պաշտոնից։ Իրանում սկսվել է Ալի Խամենեի հուղարկավորության արարողությունը, Խամենեի մարմինը տեղափոխել են հրաժեշտի արարողության վայր։ Թեհրան են տեղափոխել նաև Խամենեի թոռնուհու Զահրայի մարմինը։ Տարբեր երկրների քաղաքական, կրոնական եւ ակադեմիական գործիչները հարգանքի տուրք են մատուցում այաթոլլա Ալի Խամենեի հիշատակին։ Նրանց թվում է նաև Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Գրիգոր arczepiskopos Չիվջյանը։ Հրաժեշտի մեծ արարողությունը տեղի կունենա Իսլամական Հանրապետության մի քանի քաղաքներում, այն կտևի մինչև հուլիսի 9-ը։ Թեհրանում հուղարկավորության արարողությունը նախատեսված է հուլիսի 6-ին, իսկ հուլիսի 7-ին հուղարկավորության արարողությունը կտեղափոխվի Ղոմ քաղաք, որն Իսլամական Հանրապետության հիմնական կրոնական եւ մշակութային կենտրոններից մեկն է։ Հուլիսի 8-ին Խամենեի դագաղը կտեղափոխվի Իրաք, որտեղ այն կայցելի Նաջաֆ եւ Քարբալա շիաների սրբավայրերը։ Հինգշաբթի հուլիսի 9-ին Իրանի գերագույն առաջնորդը կհուղարկավորվի Իմամ Ռեզայի դամբարանում, Մաշհադում, այն քաղաքում, որտեղ 1939 թվականին ծնվել է նա։ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ Իսրայելը կարող էր ծրագրեր կազմել Իրանի բանակցողների սպանության համար, մասնավորապես Աբբաս Արաղչիի եւ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի։ Պակիստանից Իրան ճանապարհին Իրանի անվտանգության ծառայությունները պարզել են, որ Իսրայելը մտադիր է հարձակվել այն ինքնաթիռի վրա, որում գտնվում էր Ղալիբաֆը։ Դրա համար Իրաքից Իրանի օդային տարածք է մտել 2 իսրայելական կործանիչ։ Այդ կապակցությամբ Ղալիբաֆին տեղափոխող օդանավը վայրեջք է կատարել մոտակա օդանավակայանում եւ բանակցողների թիմը Թեհրան հասել է ցամաքային ճանապարհով։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Ռուսաստանի զանգվածային հարձակման ժամանակ Կիևի 52500 բնակիչ, այդ թվում 4500 երեխա գիշերել է մետրոյի կայարաններում, հայտնել են Կիևի իշխանությունները։ Եթե մեր գործընկերները ժամանակին կատարեին իրենց խոստացածը, մենք այսօր կարող էինք փրկել տներ եւ կյանքեր։ Սա լուրջ խնդիր է, անդրադառնալով Ռուսաստանի զանգվածային հարձակմանն, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ ՆԱՏՕ-ի վրա ամենաշատ ծախսողը, բայց օգուտ չստացողը Միացյալ Նահանգներն է, Truth Social-ում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ն ներկայում ավելի շատ է ծախսում ՆԱՏՕ-ի վրա, քան որևէ այլ երկիր նրանց իսկ պաշտպանության համար, բայց ոչ մի օգուտ չի ստանում, գրել է ամերիկացի առաջնորդը, մեջբերելով տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները 2014-ից 25 թվականներին ՆԱՏՕ-ի վրա ծախսել է $999 միլիարդ։
Այս հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից օրեր առաջ, այն տեղի կունենա հուլիսի 7-ից 8-ը Անկարայում։ Միացյալ Նահանգների կառավարությունը կարող է արգելել այն կանանց մուտքը երկիր, որոնք ցանկանում են Միացյալ Նահանգներ մեկնել հղիության ուշ շրջանում։ Նշվում է, որ Թրամփի վարչակազմը խիստ մոտեցում կցուցաբերի այսպես կոչված ծննդաբերական туриզմի հարցում, որի նպատակն ԱՄՆ քաղաքացի երեխա ունենալն է։ Հիշեցնենք, որ Գերագույն դատարանը չեղյալ է համարել նախագահ Թրամփի գործադիր հրամանագիրը, որը փորձում էր արգելել այդ երեխաների քաղաքացիության ճանաչումը։ Թրամփն էլ դիմել է կոնգրեսին, խնդրելով ուսումնասիրել որոշումը շրջանցելու ուղիները։ Վրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվել է ռուսական նավթի վերամշակումից, մասնավորապես Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ամբողջությամբ կդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը։ Սիրիան մերժում է Լիբանանի դեմ Իսրայելի բոլոր հարձակումները։ Մենք նաև մերժում ենք վերջին շրջանում լիբանանցի ժողովրդի տեղահանությունները։ Սա մեր անսասան դիրքորոշումն է եւ մենք հավատարիմ ենք մնում դրան, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասադ Ալ-Շայբանին։ Պատիժ կորեական ձևով ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարից Հարավային Կորեայի դուրս մնալու պատճառով գլխավոր մարզչին սեփական երկրում թույլ չեն տալիս օգտվել խանութներից եւ ռեստորաններից։ Եվ սա էլ դեռ ամենը չէ։ Առցանց հարթակներում տարածվում են սպառնալիք պարունակող գրառումներ, այդ թվում Հոն Մյոն Բոնի սպանության կոչեր։ Նշենք, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունից եւ Մեքսիկայից կրած երկու պարտություններից հետո Հարավային Կորեան Ա խմբում զբաղեցրեց երրորդ տեղը, չնայած մրցաշարի մեկնարկային խաղում հաղթել էր Չեխիային։ Չինաստանում շոկի դեմ պայքարում են ջուր ցողող երկնաքերերի միջոցով։ Նորարարական այս լուծման համաձայն բնակելի համալիրի շենքերի տանիքներից ջուր է ցողվում րոպեների ընթացքում օդի ջերմաստիճանն իջեցնելով 5-ից 8 աստիճանով։ Եվ վերջում համերգ օդում ռուս երգիչներ Լեոնիդ Ագուտինն ու Վլադիմիր Պրիսնիկովը կնոջ հետ համերգ են տվել ինքնաթիռում եւ երգել Մոսկվա-Սոչի չվերթի ուղևորների համար։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։